Բոլորս էլ գիտենք, որ Երևանը ունեցել է բազմաթիվ քաղաքապետներ, բայց ըստ իմ համեստ ուսումնասիրությունների կա մի հոգի, ում ժողովուրդը ահավոր շատ էր սիրում, եւ դա Գրիգորի Հասրեցյանն է։ Իսկ դուք ընթացքում գրեք, թե ով է ձեր սիրած քաղաքապետը։ Գրիգորի Հասրեցյանի մասին լիքը հետաքրքիր պատմություններ կան, բայց կա մի հատը, որ ես հենց լսեցի լուրջ եմ ասում շոկի մեջ էի։ Տենց բաներ երևի մենակ ֆիլմերում են նկարում։ Ես էլ ուզում եմ ձեր հետ կիսվեմ, բայց մինչև իմ պատմելը չմոռանա գրանցվել գիտակերտի։ Ուրեմն մի օր Հասրեցյանը դպրոցից տխուր տուն է գալիս, այս պատմությունը, որ պատմում եմ, ինքը մոտավորապես 5-րդ դասարան էր սովորում։ Այս քեռին տենում է, որ երեխան տխուր է ու սկսում է հարց ու փորձ անել, որ հասկանա ինչ ա եղել։ Գրիգորն էլ պատմում է, որ իր գծագրության ուսուցչուհին իրան երկուս է դրել, որովհետև ինքը գծագրական պարագաներ չունի։ Քեռին էլ դե ջղայնանում է, ասում է խինց շուտ տեղակ չես փայել։ Ուրեմն մի հատ փոքր նամակ է գրում, թուղթը ծալում տալիս է Գրիգորին, ասում է կգնաս ժողտուն, այս հիմիկվա օպերայի շենքն է։ Այն ժամանակ շինարարություն էր գնում, օպերայի շենքը կառուցում էին։ Ասում է անդե Մազմանյան ազգանունով մարդ կա, այս թուղթը կտաս իրան։ Իսկ Մազմանյանը գիտեք, չէ՞ ով է։ Ճիշտ է, Երևանի ճարտարապետն է։ Իսկ դուք ինձ կհարցնեք, Արթուր, ախր օպերայի շենքը Թամանյանն էր նախագծելու կառուցում։ Մազմանյանը ստեղ ինչ կապ ունի։ Ասեմ, Թամանյանի մահից հետո նրան փոխարինում է ճարտարապետ Մազմանյանը։ Մի խոսքով փոքրիկ Գրիգորը քայլելով գնում է ժողտուն, փնտրում է, գտնում է Մազմանյանին, տալիս է նամակը իրան։ Ճարտարապետը կարդում է ու միանգամից միտուփ գծագրական գործիքա նվեր տալիս երեխուն։ Ասա, որ չես մոռացել գրանցվես գիտակերտին։ Այս պատմությունից հետո անցնում են տասնյակ տարիներ։ Մի օր, երբ Հասրեցյանը քաղաքապետ էր, իր դուռը ծեծում է քարտուղարուին ու ասում է կներեք, բայց այդտեղ մի հատ ինչ-որ խեղճ մարդ է եկել ու ձեզ է հարցնում։ Քաղաքապետը այս մարդուն հրավիրում է ներս ու փորձում է հասկանա, թե ինչով կարա նրան օգնի։ Այս մարդն էլ ասում է, ես ուզում եմ անցնեմ աշխատանքի։ Քաղաքապետը հարցնում է, ախր դուք ինչ մասնագետ եք։ Իսկ այս մարդը ասում է, ես ճարտարապետ եմ։ Քաղաքապետը զարմանում է, որովհետև ինքը բոլոր ճարտարապետներին անձամբ ճանաչում էր։ Ու զուտ հետաքրքրությունից ելնելով հարցնում է, թե ձեր ազգանունը ոնց է։ Իսկ այս մարդը պատասխանում է. Մազմանյան։ Այո, նա հենց այն ճարտարապետն է, ով օգնել է փոքրիկ Գրիգորին։ Քաղաքապետը հիշում է նրան ու միանգամից ասում է. դու վաղվանից գործի ես։ Իսկ ձեր մոտ հարց չի առաջանում, բա այդ ոնց է տենց ստացվել, որ Մազմանյանին Հասրեցյանը չէր ճանաչում։ Ասեմ, բնականաբար նա չէր կարող ճանաչել, քանի որ բռնաճնշումների ժամանակ Մազմանյանին աքսորում են Հայաստանից։ Քանի հոգու կյանք են խորտակել իրենք։ Տեսնում եք ինչ հետաքրքիր բան է կյանքը։ Երբեք չես կարող ասես, թե քո կատարած լավությունը կյանքի որ փուլում քեզ հետ կգա։ Ցավոք ես շատ եմ ճանաչում մարդկանց, ովքեր անում են լավություն, որ հետո երեսով տան։ Բայց այդ նույն երեսով տվող մարդը ամբողջ կյանքի ընթացքում միշտ տուժում է։ Իսկ դուք մեկնաբանություններում ավելացրեք, արդյոք այս պատմությունը հավանեցիք, թե ոչ։ Ու կարող եք գրել նաև, թե ինչի մասին նկարենք հաջորդ անգամ։ Չմոռանաք գրանցվել գիտակերտին։ Շնորհակալություն շատ։